Այսօր պրոֆիլի հյուրը շոումեն, հաղորդավար, երգիչ, պրոդյուսեր, դերասան Գրիշա Աղախանյանն էր։ Մասնագիտությամբ էլ ատամնաբույժ է։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ, մերսի։ Փաստորեն դուք կարողանում եք ծիծաղեցնել մարդկանց, միևնույն ժամանակ ասել, որ ձեր ատամները խնամքի կարիք ունեն։ Դե ծիծաղալու ժամանակ չէ, ակնհայտ է, քանի որ ամբողջովին ժպիտի ժամանակ նկատում եմ, որ ատամն է փչացած եւ խորհուրդ եմ տալիս բուժելու։ Իսկ եթե լուրջ իսկականից չնայած 3 տարի եմ ընդհանրապես ընդհանուր առմամբ աշխատել որպես ատամնաբույժ, բայց հիմա կար գիտեք այդ մասնագիտական տենց բզիկը են, որ խոսալուց անկախ ինձանից ցենց ուշադրություն դարձնում եմ, հա, շատ է դե չնա։ Ես ցենց անգամ առաջին անգամից նայում եմ, թե կծված ոնց է ատամը դեղնությունը եւ այլն, մի խոսքով կա տես բան։ Չեք փոշմանել, որ այդ մասնագիտությամբ, այսպես ասած, կարիերա չեք ստեղծել։ Չէ, որովհետև ես դա բազմիցս ասել եմ, դա մամայի որոշումն էր, ես մինչև վերջ չէի կարող անում որոշեի, կողմնորոշվեի, թե ինչ եմ ուզում դառնալ։ Մաման դա հասկացավ ու ինքը որոշեց իմ տեղը։ Դուք էլ ասեցիք, որ այո, լավ մասնագիտություն դե բժիշկ, ամբողջ աշխարհում հարգված մասնագիտություն, սովածել չեմ մնա, որտեվ ատամնաբույժ սոված տեսել եք, չկա տենման։ Հա, ասեց լավ էլ գումար կվաստակես, հետո ինչ շնորհակալություն կասես, ու ես էլի շնորհակալ եմ մամային 5 տարի սովորել էլի ես գտնում եմ տենց անկապ չէր ահագին, հա կրթությունը, որտեղ այդ շփումը պրոֆեսորների, ակադեմիկների, չգիտեմ, լեկցիաները, այդ ամեն ինչ իհարկե շատ կարևոր է ինձ օգնել է։ Թարապես կյանքում 3 տարի աշխատել եմ։ Իդեպ հիմա իմ եղբայրը հարազատ Մոսկվայում է էլի ատամնաբույժ, ասում եմ լսի վաղը մյուսօր որ էլ հայտնի չլինեմ։ Ինձ գործի կընդունես, ասել է այո։ Ու իսկապես ասում եմ մի կես տարի որ դու այն հիմունքներն ինչ որ ունես, պրակտիկան, քանի որ 30 տարի չեմ աշխատել, նոր չէ ինչ որ բաներ կա, դու շատ արագ կարաս սովորես, ընկալես եւ էլի աշխատես որպես ատամնաբույժ։ Մի խոսքով սոված չեմ։ Այսինքն մտքին կա։ Հա, եթե պետք զգամ ուժը էլ փող չկա, կգնամ Մոսկվա։ Ձեզ երբևէ թվացել է, որ դուք իրականում ավելի լուրջ եք, քան այն ինչ ցույց եք տալիս։ Մենք միշտ ձեզ տեսնում ենք կատակելիս, լավ տրամադրությամբ, տարբեր նախագծերի ընթացքում։ Դա եք ցույց տալիս մարդկանց ամեն դեպքում։ Իսկ իրականում ձեր ստեղծած կերպարը եւ իրական Գրիշա Աղախանյանը իրար նման են, թե չէ, էապես տարբերվում են միմյանցից։ Նո, էապես չգիտեմ, հա, բայց ինձ թվում է տարբեր են։ Ու իմ օրինակի վրա էլ ես շատ եմ կարդացել, հետաքրքրվել, իսկապես ուդանորություն չի, արդեն շատերը գիտեն, այն մարդիկ ովքեր եղել են կոմեդիայի ժանրում, այո, կան օրինակներ։ Իրանք կյանքում շատ լուրջ, անգամ շատ ծանր մարդիկ են եղել։ Հետաքրքիր բան է, չէ՞։ Շատ։ Բայց չլեղ կամերաներ, իսկ կյանքում դաժե անտանելի մարդիկ են եղել։ Նույնիսկ ինձ թվում է անտանելի չեմ, բայց լուրջ մարդ եմ։ Ես կարող եմ ժամերով, չգիտեմ, կարդալ, պարկել, չգիտեմ, նայել, խոսել, շփվել նույնպես շատ լուրջ։ Հումորներ էլի օրինակ տղայիս հետ եմ ավելի շատ հանում, երևի տեսել եք կամ գիտեք։ Այո, տեսել եմ։ Հա, այդտեղ մենք ջրիկանում ենք։ Բայց ընդհանուր առմամբ, եթե դա նկարանում չի, հա, կարևոր չի, իստայում ական բան, տանը մենք շատ լուրջ ենք խոսում։ Էլի հումորներ լինում, բայց հիմնականում մենք խոսում ենք մեծ մարդու նման, մի խոսքով ես շատ լուրջ եմ։ Տարիքով էլ այդ ավելի շատ է այդ լրջությունը ասենք Տարիքի մասին շատ եք խոսում, այդքան շատ է հանգստացնում։ Չէ, այդպես խոսում եմ անգամ։ Բայց հումորը իհարկե ընդհանուր առմամբ շատ է օգնում, էլի փրկում է շատ Ունենց ուրախ եմ, որ ալիքետ էլ, որ շփվում ենք կամ ինչ-որ տեղ են գնում, ու որ տեղեր կային, որ հումոր անելու, ինքը էլ է շատ տենց նրբանկատ ու հումորով նկատ։ Մի խոսքով, առանց հումորի հնարավոր չի էլի, ընդհանրապես կյանքում, ու ես էլ դա շատ եմ զգացել, որ թե երեխուս է, թե ընդհանրապես հումոր այն անգամ ծանր կամ ինչ-որ անելանելի իրավիճակնում, նենց հափրկում, նենց հավես է, մենք այն ցերեկ ջրիկացանք ինչ-որ դժվար օրեր վերջում ջրիկացանք հավեսօր պարկեցինք քնեցինք ունես լավ տրամադրություն է տիրում հումորը միշտ պետք է լինի միշտ բայց ժամանակի ընթացքում արդյոք հումորը չի փոխվում օրինակ ես իմ օրինակով ասեմ երբեմն երբ հումոր եմ անում իմ աղջկա հետ ինքը ասում է մամ 90-ականների հումոր արեցիր ձեր տղան երբևէ ասում է ձեզ այդ մասին հա մեկ ասում է պապա արդեն թոշակի պետք է նստես ասում է քեզ բան
Հրենայ ուժը ուղարկում է։ Չկա տենց բան։ Լսել կինոից խոսացի, գնացել ենք, ուրեմն ինքը մարդասպանի մասն էր։ Ինքը արդեն գուշակեց, այն որ եկել է բան, հետո գնա։ Ես չէի հասկացել։ Ինքնաբաց հասկացար, ինձ թվում էր, որ շատ տենց հումորով եւ շուտ ըմբռնող ազնավը դու մի ասա։ Դե դա երևի տարիքն է, որ դու ասում ես, բայց ես փորձում եմ էլի հումորով նայել, որտեվ բնականաբար նայ իր այդ տեղում վարքյանական ոնց հասկացա բռնեց, ես դա մի քիչ ուշ հասավ ինձ մի խոսքով էլի։ Նույն չէ փոփոխություններ լինում ու դա բնական է, որ պետքա լինի։ Շատ ծանոթ բաներ եք ասում։ Փորձում եմ աշխատեմ այդ չի կարելի, ամենակարևորը այդ որ սկսում ես փնփնթալ, այդ հա ես Այն որ միշտ ասել ենք, չեմ էլ մեծերին, որ այ, ես ասում եմ Աստված ոչ այդ մենակ չլինի։ Այդ պետք է աշխատել, փորձել մնալ adekvat, էլի, հիմա չգիտեմ, աշխատել ոնց է պետք, չգիտեմ։ Բայց արդեն սկսել եք փնթփնթալ։ Բա չէ, բայց մեկ լինում է, որ չգիտեմ, շատ, բայց եղել է այդպես դեպքեր։ Ալիք ես բանում ասեմ սուս, ինքս ինձ, հետո ձենս կտրում, որտեղ ինքս Պապ դե հաս ու ես հիշում իմ ու ասենք տատիկի եւ ասում եմ ավելի նռրեսկեր այդ նռրեսկերով այդ հանգարց ինձ չասի մի խոսքով պետքա փորձել հա աշխատել կամ չգիտեմ մնալ adekvat Իսկ բոլորի ցանկությունն է տենց հատկապես ես որտեղ իմ համար շատ կարեւոր է այդ հավեսով չափի մեջ հումորը բան տեղը լինի ու տարիքով Աստված ոչ անի որ սենց ինչ որ գարրաս անհամ ինչ որ փնփնթացող մեկը Դուք շատ ոճային եք, շատ ժամանակակից, իսկ Instagram-ում շատ հետաքրքիր վիդեոներ եք տեղադրում, հատկապես այդ պարերի վիդեոները, որ պարում եք, դրա համար շատ եք աշխատում, այսինքն մարզվում եք, լավ վիճակում լինելու համար, արդյոք պետք է մարզվել, հետևել, ինչ եք անում, որ միշտ ունեք այդպես թարմտեսք, այդքան լավ եք շարժվում։ Չէ, ինչ որ հատուկ բաներ չեմ անում։ Մարզվելու ես 20 տարի շարունակ գնում եմ ջիմ պարապում եմ ու ընդմիջումներով, բայց փորձում եմ տենց մի քիչ ոչ թե տենց հատուկ ես իմ ուղղակի ես ինձ լավ եմ զգում, սենց ձիգ տրամարությունն էլ է տեղը, անգամ նկատել եմ հոգնածել, որ գնում եմ տրենաժորն, ես հետո ընդերս դուրս եմ գալիս, ես թարմ միտքս պայծառ, այսինքն սպորտային տենց հատուկ ուտելիքներ տենց որ ասեմ, էլի չէ Հիմա փորձում եմ մսից հրաժարվել, փորձում եմ, չգիտեմ, տենց բան չունեմ, խորովածել, խմելու համը չեմ անում, ինձ թվում է տենց ոսկե միջինը գրեչկա եմ շատ սիրում։ Օգտակար է շատ։ Օգտակար բան էր, հա։ Բայց այդ սխանդալ է, որ տենց օգտակարում ենք մի օր էլ դաստոմանից ենք խամ, սաղ այդ հերանից մենք։ Ինձ թվում է չափի մեջ այդ ոսկե միջինը ընդհանրապես ինձ համար նա կարևոր է, այդ որ կարողանաս սպայես, բայց հատուկ բաներ տենց չեմ անում։ Պայլու առումով ես վարել եմ բարի թե կարող ես չէ, պարահանդես նախագծել, պարերի հետ էր կապված, դե տենց խորացել է էլ ավելի շատ, հետո միշտ էլ տենց փորձել եմ բեմում ինչ որ տենց այդ ասում 30 տարի առաջ, երբ որ ռեփ էի երգում, նաև պարում էի բեմում։ Ուզում ասեմ այդ պլաստիկ շարժումները, բայց էլի հին է, հիմա երեխեքն հենց են պարում, Նո բրյունետին նայեցին, հենց էր պարում ինքը եւ երգում էր, ես ամոթավոր պարում եմ, որտեղ մի 3 հատ շարժում գիտեմ, այն էլ հին։ MC Ամերի վախտա։ Բայց ինձ թվում է, եթե ավելի լուրջ մեծ առավելություն արտիստի համար, երբ որ նա ոչ միայն արտիստ է, այլ նաեւ պլաստիկա, որ կարող է եւ պարել, եթե պետք է, եթե կարող է նաեւ երգել, չգիտեմ, տիրապետել որևիցե գործիքի։ Ինձ թվում է դա պլյուսեր է, որ էլ ավելի ցանկալի ամենայն դեպս, որ արտիստը այդ ամեն ինչ ունենա, դա մեծ պլյուս է։ Իսկ Գրիշա, դուք ավելի շատ վախենում եք անհաջողություններից, թե նրանից, որ կարող եք այլևս էլ հետաքրքիր չլինել հասարակությանը։ Անհաջողություններից դեռ դեռ եմ նեղում, եթե ինչ որ անհաջողություններ է լինում, նույնիսկ բայց էլի տարիքով փորձում ավելի ըմբռնումով մոտենալ, եթե անհաջողություն է լինում, դե ես շատ լավ հասկանում եմ, ձգտում եմ ամեն ինչ անել մաքսիմալ լավ, բայց դե կյանքա լինում է, որ ինչ բաներ այդքան լավ չի ստացվում։ Ջահել ժամանակ ավելի դժվար էի տանում։ Ինչ չստացվեց, կարող նեղվեի, շատ նեղվեի։ Տարիքով իհարկե դա ավելի ուրիշ ձև ես նայում այդ ամեն ինչին, ըմբռնումով, բայց էլի ձգտում ես լավ, ինչ որ անում ես, անես լավ։ Կամ ինչ, եթե դա կամ հետաքրքիր այլևս չլինել։ Հա, էդ էլ է իդեպ շատ տխուր բան, որ մամայի հետ շատ ենք խոսացել բան, պետք է հասկանաս, որ դու մեծանում ես,
ու մի գեղեցիկ օր էլ վա էլ հետարքիր չես լինի դե դու այդ նորմալ է այսում արդեն նկատում որ երիտասարդներ կան ու այդ նորմալ process է դու մեծանում ես ու գալիս են տաղանդարով շատ լավ երեխեք ես ուրախանում եմ իդեպ այն բանով չեն վատվուկ ես ավելի լավ կյանքում տենց չեմ անկեղծ եմ ասում ես միշտ ուրախացել եմ կարողա զանգեմ ասեմ ինձ անծանոթ մարդու լավ երկեցիր չգիտեմ լավ խաղալ ես լուրջ ես տենց անկեղծ ուրախանում ու շատ լավ է տենց են դա չեմ ասում ոնց որ մեծ մասամբ ինձ թվում է որ հա խի բա ես ավելի լավն եմ ոչ լավից լավն էլ կա բայց այո ես գիտակցում եմ որ մի օր ես այդքան հետարքիր չեմ լինի ու պետք է դրան պատրաստվես շատ հայտնի արտիստ կար անունը չտամ ինքը դրա մասին խոսացել ենք ասենց գրիշ այո դու պետք է պատրաստվես մարդիկ գիտեն որոնք չեն նախապատրաստվել ու ներքուստ ու շատ ծանր են դա տարել շատ որտեվ ինքը եղել է սիրված ճանաչված ու մեկ էլ ինքը ոչ մի բան դրա համար ասում եմ դու պետք է կարողանաս քիչ տրամադրես որ այդ օրը գալու է ինչ թերքիր է Պարզ բան է, բայց այդ պետք է տրամադրվես, որ հետո ծանր չտանես։ Ընկնես դեպրեսիաների, բաների։ Այդպիսի բազմաթիվ ֆիլմեր կան։ Աշխատում եմ այդ ուղղությամբ։ Իզաբելա ջան, հա։ Փաստորեն ստացվում է։ Դե փորձում, հա։ Հաջողության հասնելու ճանապարհին դուք ավելի շատ ընկերներ եք կորցրել, թե ընկերներ եք ձեռք բերել։ Խառը։ Դենց խնդիր չի եղել, այսինքն կարիերան բան չի արել, տենց երբ կարիերայով գնում ես առաջ, հնարավոր է նաև բնավորությունը փոխվի, չպատասխանես ընկերների զանգերին։ Հաջողությունը չի ներվում։ Հա, նորը կարդացի, հա։ Այո։ Համամիտ եք։ Պատկերացնում ես, հա։ Բայց տենց է։ Նո ասնանում հիմնականում տենց է։ Ընկերներ, հա Չէ, ինձ թվում է այն ովքեր լավ ընկերներ, որոնք 100 տարի ընկերություն են անում, դից խնդիր չի եղել, ասենք, որ իմ կարիերային չորուժ ձև նայեն։ Տենց չի ազդել, բայց ընդհանրապես մարդիկ, հա, ես նկատել եմ, ու դա նորմալ է երևի, չասենք աննորմալ երևույթ է, բայց նորմալ է, որ դու հաջողություններ ես ունենում, ինչ ունենում ես, իդք այդ մարդիկ, չգիտեմ, նո պարզ բաներ եմ հիմա ասում, նախանձելուց, չգիտեմ, էլի ինչ որ վատ բաներից, այդ շատ վատ բան է։ Նախանձից բան, որ նայ գրիշը ասավ, իսկ ես չէ, խինք ինձանից ավելի արժանի, այսպես ապուշ բաներ կա։ Արժանես աշխատի արա, ես գտնում եմ տենց էլ, բայց պետք չի նստել թախտին ու սպասել բախտի, մի հատ էլ փնովել, թե նա ինքը սրիկան հասաբարեց։ Իսկ երիտասարդ տարիքում եղել է մի մարդ, ում հաջողությունը ձեզ այդքան էլ դուր չի եկել, ձեր սրտով չի եղել եւ դուք եք նախանձել։ Չէ։ Անկեղծ եմ ասում, ոչ թե այնպես լավ մարդու տպավորություն եմ ուզում թողում, չի եղել ինձ մոտ, երբեք չի եղել։ Անկեղծ եմ ասում։ Այդ լավ, որ ես այդ հատկությունը ընդհանրապես չունեմ, էլի, այդ նախանձելու չէ հաստատ։ Իսկ որ հատկությունն է, որ ձեզ ամենաշատը մարդկանց մեջ դուր չի գալիս կամ ձեր ընկերների մեջ, ամենաձեր չսիրած հատկությունը բնավորություն։ Մեծ խոսալ, որ մեծ են խոսում, ներվայնանում եմ։ Չի կարելի մեծ խոսալ։ Դե ինչի՞ց է գալի, չգիտեմ, գոռոզությունից։ Իսկ ընդհանրապես գալիս է այդ դանդաստիրակ եւ անկիրթ։ Ես այդ հաճախ եմ վերջի ինտերվյուներում հատկապես ասում, երեք կարևոր բան կա՝ ծնվես լավ ընտանիքում, ու լավ հասկանում ես։ Լավ ընտանիքում։ Հիմա կարող ծնվես կներես վատ ընտանիքում, ուզում ես 3 հատ քոլեջ ավարտի, ինչ ուզում ես արա, ուշվա չի փրկի։ Լավ ընտանիքում ծնվես, կրթություն դաստիարակություն։ Բարձ։ Ամենակարևորը հիմքն է դա։ Հիմք, այո։ Всё։ Ինչի մասն ենք մենք խոսում։ Հա տենց էլի կան այլ անհաջող մարդիկ, ովքեր այդ ինչ որ ասեցի, բայց քիչ է լինում։ Հիմքը երբ որ լավն է, դե վատ մարդիկ չեն լինում։ Իմ բախտը բերել է, ես կինոնայիրի հատվածում եմ ծնվել, դեղ հիմնականում այդ ինտելիգենցիան էր։ Նայ ասում բախտս է բերել, որովհետև կասկադ, պապլավոկ, բոլոր նշանավոր մարդիկ են պատերազմից հետո ստացել այդտեղ բնակարաններ 45-47 թվական ընթացքում։ Ու այդ մարդիկ են, դրա մասին եմ հաճախ պատմում, պապիկիս հետ դուրս են գալի, բարևում էր կանանց, խոնարհվում էր։ Նայ, այդ ոնց է։ Այդ ասելով չէ, դու տեսնում ես։
այդ դու ստանում ես այդ քիչ ու այդ ամինչը քո մեջ սենց հայն թերություններով հանդերձ, բայց նորից եմ ասում, իշնորիվ մեծ հոսալ չլինի իմ ծնողների պապիկ տատիկի, որ ես դա ստացել եմ։ Նո արյունով էլ է այլ գենով, հա, ու պլյուս այդ դաստիարակությունը, որ դու ինչ որ հիմք ունես, այն ստержենը երբ որ լավն է, նորից եմ ասում, ինձ թվում է այդքան վատ բաներ սենց չի լինի էլի, կամ կլինի հազվադեպ սենց։ Շատ տարիներ առաջ գիտենք, որ ձեր հարևանը Հրանտ Թոխատյանն էր։ Ինչ կպատմեք այդ տարիներից ու լավ հարևան էր Հրանտ Թոխատյանը։ Ոնց եք հարևանություն անում օրինակ։ Վայ, մենք սկսենք դրա մասին եմ շատ պատմեմ, մենք մեր մոտ կոմունալ էր բնակարան, այսինքն ընդհանուր դուռն էր մի հատ ու երկու առանձին բնակարան, բայց մուտքը ընդհանուր էր։ Այդ կոմունալ, այդ սովետի աղմաղ բաներն է, որ եղել է ու տենց շենք էր այդ Ալավերդյան տպագրիչների, ամբողջ շենքը, եթե չեմ սխալվում, ինքը կոմունալ էր։ Երգիր է։ Եվ Հրանտ հետ մենք փոխանակեցինք իմ առաջի կնոջ տուն ու եկանք հարևան։ Զանգեցի, ասի Հրանտ ջան, թղթերը պատրաստ է, ավտոն վարձել եմ, առավոտվանից տեղափոխվում եմ, գալիս եմ։ Դե մենք արդեն ընկերություն ենք։ Գալիս եմ հարևանություն ենք լինելու, անելու у Русайн, ասի ты рад, что мы завтра начнем дня соседи? Ասեց я очень рад, ուզում եմ դուք ռադ ելնեք։ Սենց Այդպես սկսվեց։ Սենց սկսվեց ուժը վատ։ Դե Հրանտի հումոր ես շատ պատկերացնում ես դու, չէ՞, կավեինից սկսած բոլոր Հրանտի նման հումոր չկա տենց բան։ Չկա տենց բան, չէ՞, եթե տեղակեք ինքը չունի թատերական կրթություն, ինքը բանասեր է, շատ դժվար է հումոր անել անընդհատ լինել հետարքիր։ Ամենայն հումորիստն էլ անհամ բաներ ունի։ Հրանտը դա, չգիտեմ, 10-ից 9 է, եթե ոչ 10-ից 10, իր հումորը դիպուկա, համով է, իրոնիայով է, այդ սամաիրոնյան իդեպ իմ համար շատ կարևոր։ Այդ էլ է մակարդակից խոսում։ Հայերը սիրում են ձեռարել ու կներես կայֆ բռնել դիմացինի վրա։ Դու պետք է կարողանաս ինքդ քո վրա այդ կայֆը։ Շատ կարևոր նոր մոմենտ է, իսկ եթե մենակ մակարդակով մարդիկ ունեն, որ իր թերությունների վրա ծիծաղը, ոչ թե դիմացինի։ Այո։ Բա, այդ հիմա պարզ բան եմ ասում, բայց այ Հրանտը դրա համար շատ եմ հարգում իրան ու ուզում եմ, որ իր մոտ ամինչ շատ լավ լինի։ Փաստորեն Հրանտը ձեզանից լավ հումոր ունի։ Հա, հաստատ։ Ես Հրանտից իդեպ շատ բան եմ սովորել եւ չեմ թաքցրել դա նույն շոումենությունը, ես Հրանտից ավելացնելով իմը, բայց շատ բաներ իրանից են վերցրել, չգիտեմ, պաուզաները, ինչ որ հայացքները, էլի ինչ որ բաները։ Մի խոսքով բեմում ես դա կողքից եմ հետո նայ ու հասկացել եմ, որ իրան այնքան եմ սիրում, որ իրանից անկախ ինձանից վերցել եմ շատ բաներ։ Նո կրկնում ավելացնելով իմը, բայց Հրանտից շատ բան կա իհարկե։ Իսկ հիմա ձեր հարևանների հետ հարևանություն անում եք, որովհետև այդ սովորույթը կարծես վերանում է, անցել է։ Իսկ մա վերացել է։ Ճանաչում եք ձեր դիմացի հարևաններին գոնե։ Դիմացինը գիտեմ, հա, դե հիմա ասեմ մեր այդ հին շենքից, մուտքից եւ շենքից։ Շատերը արդեն չկան, ով մահացել է, ով գնացել է, ով վաճառել է, ով վարձով է տալիս։ Բայց հաստատ այն չկա, ինչ որ մենք գովում էինք, հա, սովետի ժամանակ, դռները մեր չէր փակվում։ Մենք սա դուռը կարայինք բացեինք, մտնեինք, աղոզեինք։ Այդ ժամանակա շրջանը, ժամանակահատվածը ինձ թվում է անցել է ու ցավոք սրտի դա այդտեղ գլուխ գովալու բան չունենք։ Այդ մեծ առավելություն էր, երբ որ սենց դրա համար են ասում, չէ՞, լավ հարևանը, լավ բարեկամից լավ։ Իսկ հիմա դարել է Ամերիկայի նման, ոնց որ ես ապրում եմ, ասում եմ, Երևանը ուրիշ էր, մենք սենց դռները բաց, իրար հետ ջերմ, դե արի ուտես, որ ստեղ դա համարյա կորում է։ Այո։ Նո կա էլի, բայց արդեն քիչ։ Լավ։ Դուք ձեր բազմաթիվ հարցազրույցներում ասում եք, այս քանի տարի է, որ հիասթափվել եք մարդկանցից։ Տենց է, ես հատուկ, ես այդ հարցի շուրջ մտածել եմ։ Ես հատուկ սենց չեմ նստում մտածում եւ ինչ որ ինձ տրամադրում եմ վատ մարդկանց հանդեպ։ Ոչ, մարդիկ են վատ բաներ անում։ Հետաքրքիր է, չէ՞, որ դու ուզում ես այլ ավելի շատ, դու մարդ ես նորմալ, սիրես, ավելի շատ հարգես տարիքի հետ միասին, ավելի շատ գնահատես ամեն մեկին։ Բայց մեծ մասամբ մարդիկ անես բաներ են անում, որ sense հիասթափվում ես, հիասթափվում ես, հիասթափվում ես։ Կոնկրետ բան չկա, խառը, ամեն ինչից։ Խո ինչից եք դեռ խոսում։ Չուզողությունից,
չգիտեմ, բավասանքից, մեծամտությունից, հաբրգաց լինելուց, չգիտեմ։ Ես լկտիությունը չեմ ընդունում, ես հասկացել եմ։ Ես սիրում եմ պարզ, հասարակ, համեստ մարդկանց։ Ինձ համար համեստությունը առաջի տեղում է, այո։ Ինձ համար ես թքած ունեմ, ինչքան փող ունի, պաշտոն ունի, տենց ելներ ես իմ շրջապատ կունենայի այդ վիճակը, չքան մարդ։ Պաշտոն եք ունենայի։ Սիրում էր, պաշտոն եք ունենայի, տուն էլ կունենայի։ Տուն չունեք։ Դիրք չունեմ, չէ՞ մի հատ նվեր կտային էլի։ Բայց ախ պետք է շողոքորթեի զիծիծու, կան տենց մարդիկ։ Այսինքն Պոլիկն են տենց մարդ։ Դե չեմ սիրում։ Չէ, ես սիրում adekvat, նորմալ, բայց հատուկ հուճուճու, անես լավ կանեի հուճուճու, պատահ իմ դերասանց։ Բայց տենց բաներ, հա, հետո ինձ չի հարգի։ Չէ, ես նորմալ եմ, փորձում adekvat լինել բոլորի նկատմամբ։ Բայց իմ համար փող, պաշտոնը, դիրքը ու ցավոք սրտի մեր Հայաստանում, Ամերիկայում տենց չի։ Այն մարդիկ սովետից եկած բանա, զզվելի։ Այդ մարդիկ մեծ մասամբ եղել են անդուր մարդիկ։ Մեծ մասամբ եղել են տահաճ մարդիկ։ Սա փաստ եմ ասում, եկա մարդ եմ ես։ Ինչու՞։ Ինչու՞։ Եվա եսի։ Իստվա ասպա լավ մարդը պաշտոնի չի ձգտում։ Դա պաշտոնին միշտ ոչ այդ։ Նո այդ տենց չի որ տարածված է, բայց հիմնականում տենց է։ Այսինքն հնարավորություն ունեցել եք պաշտոն զբաղեցնել, բայց հրաժարվել եք քաղաքականությունից, ուզեցել եք միշտ հեռու մնաք, ուզել եք ճիշտ հասկացա։ Ինձ առաջարկի, ես էլ չեմ բան արել, չեմ ձգտի, որ ձգտի կարող է ինչ-որ բան։ Հա դա եմ ասում։ Չէ, տենց չեմ էլ քանի որ ես այն գլխից տենց այդ իմ համար փակ թեմա է, դրա համար չել եղել նմանատիպ խոսակցություններ կամ առաջարկներ։ Դուք ասում եք, որ բազմաթիվ դժվարությունների միջով եք անցել։ Իսկ արդյոք եղել է մի պահ, երբ ասել եք, այստեղ ես անզոր եմ։ Եղել է։ Ընդհանուր առմամբ շատ դժվար է եղել։ Պահեր է եղել, ինձ թվում էր վերջ, շատ դեպրեսիային, շատ ծանր։ Ես իմ մեջ իդեպ սիրում եմ, որ սենց կարող է ստապեմ մի օր, երկու օր նրվերս նյա, հետո զարթում ասում մի հատ հավաքի քեզ, ինքս ինձ։ Ինչ ա եղել, ինչ ես ընկել ես, ու ինձ տիպում եմ, անգամ շատ դժվար պահերին, ասում շատ։ Ոչ շատ կարևոր հատկություն է, իդեպ երևի եւ խորհուրդ շատերին, կարողանաս քո մեջ գտնես, անգամ այն անել իրավիճակներում, որ նորմալ է, լավ է, գնա այլ մի տնքալացի ու մեկա ոչ մեկին դու պետք չես։ Նո, տենց, եւ ունես գլուխ, ու գնա արա աշխատի, ապրի, իրանք չունես, ու ում ես ինչ բանոն, վատություն, միայն քեզ, դրա համար պետք է կարողանաս ուժ գտնես, կրկնում եմ, ապրես, գնաս առաջ ու վերջ։ Ով է ձեզ ուժ տալիս։ Այս ստիմուլը որտեղից եք վերցնում։ Ստիմուլը դե ժամանակին մաման ա եղել։ Հիմա երեխեքս են։ Ինձ թվում է այդքան կարևոր է իհարկե կողքդ ով է ու այդ դուխը տա ինչպես մենք ենք ասում, բայց ինձ թվում ամենակարևորը այդ գենից է անցել։ Նայ մամային ասեցի, մամայի մոտ էր դա, որ ինքնից փոքր ժամանակ էր ասում, կյանքը դժվար բան է։ Ես մի 10 տարեկանն է։ Մի անգամ նստեց, ասեց կյանքը դժվար բան է։ Դու պետք է դեռ քիչ, չէ՞, 10 տարեկան հեյի դժվարն է, լավ է, հե։ Դու պետք է հիմիկվանից ուժը հասկանաս, որ հեշտ չի լինելու։ Ու ես 10-12, նո ուզում ասեմ այդ ժամանակից ինքնից քիչ զոր որ պետք է ապրես, գոյատևես ու չտանքաս միշտ քո վրա այդ դժվարություն քո վրա չպետք նոր ինչ է ասում չպետք է քո վրա ազդի որ դա հիաստապես կոտրվես ու ասես հո դարդ լամիշ լինես ինչ ուժ գտնես ու էլի գնաս առաջ միշտ պետք է գնաս առաջ ինձ թվում է այդ գենով ինձ թվում է իմ մեջ անցել է շատ գոհ եմ որ այդ ժլկան ունեմ էլի այդ կարևոր է Այսինքն 10 տարեկանում ձեր մայրիկի տված խորհուրդը ձեզ ամբողջ կյանքի ընթացքում օգնում է։ Ուղենիշ որպես։ Հաստատ։ Շատ կարևոր է։ Գրիշա, այս ծրարում մի ավելի սուր հարց է, եթե ուզում եք բացեք եւ պատասխանեք, կարող եք եւ հրաժարվել։ Ընտրությունը ձերն է։ Հրաժար, պետք է նայեմ։ Խնդրեմ։ Նայեմ նոր ասեմ հրաժարվել։ Վայ, Իզաբելա։ Ցանկալի կլինի, որ պատասխանեք, բայց ընտրությունը ձերն է։ Էդ այնց հարցա դրա համար դու չես ուզում սենց չես տես, ուզում ես ես կարդալ։ Կարող եմ ես կարդալ։
Շնորհակալություն, հաջորդ հարց։ Պատրաստ եք պատասխանել, անցնենք առաջ։ Լավ, հա։ Եթե ձեր կյանքը ֆիլմ լիներ, կատակերգություն կլիներ, թե դրամա։ Ինձ թվում է խառը կլիներ, մելոդրամա կլիներ, հա, կամ չգիտեմ։ Կյանքն է տենց, չէ՞, մենակ դրամա չի կամ միայն կոմեդիա չի, ինձ թվում է կյանքը ինձ բաղկացած է այդ ամեն ինչից, sense mix ու հետարքիր է։ Նայն նույն օրվա կտրվածքով վստահ եմ բոլորի մոտ, չէ՞, լիլվա sense պահեր, որ կարող հումորով լինի, մեկ էլ քրտ, մեկ էլ sense ու այդ նորմալ է, այսինքն չես կարող ամբողջ օրը ծիծաղել կամ լինել շատ ինձ թվում է այդ միքսված է sense, էլի, ինչպիսին եւ կյանքա, բաղկացած եւ լավ եւ տխուր եւ ծիծաղելի եւ շատ լուրջ պահերից։ Իսկ ժանրը տարիքի հետ փոխվել է։ Այսպես ասած, եթե ֆիլմերի հետ համեմատենք։ Հա, դե օրինակ կուզենայի, հա, երևի փոխվել այն առումով ավելի շատ կուզենայի լուրջ դեր խաղայ, եթե անկեղծ, բայց կոմեդիան չի ուզենա որ բացակայր, էլի, տենց լրիվ։ Ու ես շատ ուրախ եմ որ այդ ցանկությունը դեռ մեջս կա, էլի։ Կոմեդիան միշտ պետք է, նո այդ հումորի մասին է խոսքը, բարձա միշտ պետք է լինի, ու եթե ֆիլմում, ինչպես դու ես ասում, Իզա ջան, կուզենամ լուրջ դեր, որ սենց ցավասին է, իսկ կարի շուտ է, ինչ լուրջ կերպարի մեջ է, բայց սենց մեկ-մեկ համով բաներ անեի, որ ասեն, վայ, չէ, հումորն էլ ոնց որ տեղա։ Հա, տենց։ Ամենաշատ ինչ կուզենայիք փոխել ձեր անցյալից կա նման բան, թե կարծում եք, որ ամեն քայլն էլ իր հետևանքներն ունի եւ դա է պետք է լիներ։ Գլոբալ չէ, բաներ կա իհարկե, կուզենայի որ այն ինչի մասին խոսում է, որ շատ դժվար պահեր են եղել, հա, կյանքի ընթացքում։ Դե հիմա ոնց է, բայց դա էլ է մարդու համար բանման։ Դե բարձա կուզենայի, որ այդեն շատ ծանր չլիներ։ Բայց կոփում է, ոնց որ եւ բանակ ես ծառայել եմ սովետական բանակում։ Որտեղ եք ծառայել։ Մոսկվայում։ Դրա համար հիմա շատերը, հա, են որ կա չէ՞ տես թեմաներ, այդ տղամարդը պետք է ծառայի բան նման։ Ես գտնում եմ, հա։ Իհարկե երբ որ վտանգը կա կյանքի բան ես որտեվ չես ուզում տենց բանի մասին մտածես բայց բանակը կոփում է ես իմ օրինակի վրա եմ պատում հիմա որ ես այդ 2 տարին եթե ես տենց ընտանիքում տենց ինտելիգենտ եմ այդից կոփեց ես 2 տարի մենակ էի դե գնա ու ծառայեցի շատ դժվար պահեր ա եղել հատկապես սկզբում շատ դժվար ես տենց պատկերացնում եմ կինո նայերի մեծացած ինձ ոյ բոլի ճուճուճու մեկ էլ հոպ Դե գնա ու անցա ու 100% դա այդ չի քննարկում օգնելա որ ես հետագա իմ կյանքում հա մաման papan ինչ չէ ինչ նկատի ունեմ հետա դու ինքդ ես կառուցում քո կյանքը եւ այդ հենց բանակի շնորհիվ է եթե բանակի թեման շարունակենք որ շատ բաներ հետագայում ավելի հեշտ եմ նայե որտեվ կոփված էի ու այդ դժվարությունները մի քիչ էլ ավելի հեշտ է անցնում բայց կարող բանակը չլիներ ես չգիտեմ շատ ծանր տան է ինչ որ հա դեպրեսիաների մեջ ենթադրում եմ, չգիտեմ։ Մի խոսքով բանակը ինձ կոփեց միանշանակ։ Իսկ ձեր բնավորության մասին եթե խոսենք, տեսեք։ Վայ։ Ամենավատ գիծը որն է, որ ուզում եք դրանից ազատվել, բայց չի ստացվում, մեկ է չի ստացվում։ Կամ սովորությունը։ Լսի, կարող եմ շուտ նեղվել, շատ արագ, կարող եմ սեմ առաջ անգամ եմ ասում, կարող եմ կոպտեմ Եթե եղել է, հիմա տարիքի հետ մի քիչ մեղմացել է այդ թեման, կարող եմ, չնայած դա այդ մեկտեղ կարող եմ շատ արագ ներողություն խնդրել, հետի մեջ հարգում եմ, ոչ թե լավ եմ, սխալ ես եղել, ամոթ չի ու շատ կարևոր բան է դեպ։ Սխալ ես, ասել ես կներես։ Այս շուտ կարող եմ բռնկվեմ, բայց դա ինձ ինքը բան չի, էլի ոչ թե կարող ես ասեմ իզալն, հա, հետո զգամ որ չափս անցա։ Կես ժամից զանգ ասում իջ ջան, որ ասեցի կներես էլի, այսինքն Սկզբունքորեն ես փորձում լավ ջեր, տենց բարի լինել, փորձում եմ, տենց եմ ապրել ու փորձում տենց ապրել։ Բայց այդ բզիկները մեկ-մեկ բռնում է, միանգամից փորձում եմ ինձ սանձել ու էլի նորմալ adekvat ապրել։ Այ դա է ինձ խանգարում։ Էմոցիոնալնի ֆոնի վրա կարամ շուտ ներվայնանամ, էլի։ Բայց էլի հանգստացնում այն փաստը, որ տարիքով ավելի իհարկե տենց մուդր եմ դառել իմաստուն ինչ-որ չափով ու փորձում եմ տենց միանգամից ցենց էմոցիոնալ ախմախ բաներ չանել էլի Արտուր Նայմենկեր Ջանիբեկյան միշտ ասում է դա ինձ համար կարևոր է ընթացքում էլ ինտերվյուի մի քանի անգամ ասեցի adekvat լինելը շատ մարդիկ թե արվեստագետներ թե ընդհանրապես խոսում ենք չէ նկարանումից առաջ որ ինչքան տաղանդավոր այդքան
Ոչ adekvat։ Ես չեմ ընդունում այդ բանը։ Մնա adekvat։ Փորձի մնալ adekvat, աշխատի քո վրա։ Ասում են, խփնված, արվեստագետ է ինքս։ Ապա որ արվեստագետ է այդ տաղանդարը պետք է լինի խփնված, չէ։ Իսկ չի կարա նորմալ մարդ լինի։ Կարա։ Չասում աստված մի բան տալիս է, բալ վերցնում է։ Չէ, ես լիքը մարդիկ գիտեմ շատ տաղանդավորել, ու իրանք նորմալ մարդիկ են։ Դա էլ չեմ ընդունում։ Եկավ այս էլի չբարևն է, ոնց որ ասեցի պաշտոն փողեվա, նաև աստղայինով տարապող մարդկանց, որ շատ են, 40 տարի ինչեր եմ տեսել։ Չեմ ընդունում։ Հա, առաջին ամեն հարաբերական է, մեկ, երկրորդը քեզ նորմալ բայ էլի։ Ինձ համար տասնապատիկ ավելի հարգանքի արժանի է, երբ որ մարդը, չգիտեմ, շատ հայտնի է սիրված է, ինքը պարզ նորմալ մարդ է։ Այսպես նստած հետս խոսում է։ Ոչ թե բան գիտես, ես բան լուրջ, ու ինչ, ով այդ մարդուն հարգում սիրում, ես չեմ հասկանում։ Ինչքան դու մեծամիտ ես կա տենց բան, հակառակը, կարող ասեն շատ տաղանդավոր, բանը կտցրած է։ Իսկ լավ է դա։ Չէ։ Իսկ հակառակը լավ չէ, ասեն համ տաղանդավոր, համ շնորհքով, համ սիրում եք, համ այնց լավ նորմալ մարդ է, նորմալ մարդ ոնց որ մենք։ Այդ չի գնահատականը, ես տենց եմ կարծում։ Իսկ նորմալ մարդու սահմանում այդպեսին կա։ Այսինքն նույն մարդը կարող է ինչ-որ մեկի համար նորմալ լինել, մյուսի համար աննորմալ։ Օբյեկտիվ թե սուբյեկտիվ, չէ՞։ Կարող է այդ տեսանկյունից էլ նայել։ Այո, կա, համաձայն եմ, կա, բայց էլի փորձես նու քո պատկերացրած, հիմա ես պատկերացնում, չէ՞, adekvat-ը որն է, որ դու լինես նորմալ բոլոր իրավիճակներում, այսինքն adekvat մարդ լինես։ Բայց համաձայն եմ, այո, կան մարդիկ, որ էլիքը եղել է, որ դու էլի փորձում ես տենց բանը, բայց ինքը էլի մեկա, այսինքն գալիս ենք այն եզրակացության մեկա մարդիկ, հա, ով որ չի սիրում, ով որ բանա, ով որ սիրում է, ինչքան էլ դու փորձես, էդ էլ կա, ճիշտ եք ասում, ինչքան էլ ես փորձել եմ, մեկը ասել է, մեկը տեղա գթե կամ ինչ-որ բան, որ ասել է, չէ, դե գրիշը, սենց է, չնայած դու փորձել ես նորմալ դրսևորես քեզ։ Փնովողը մեկը փնովելու, ինչ ուզում ես։ Քննադատությունները ծանր եք տանում։ Սկզբից հա, հիմա չէ։ Սկզբից շատ ծանր, իսկ մի 15 տարի առաջ մեկը բան գրեր, ինձ պետք է բոլորը սիրեն, իսկ ինչի վայ քո, եկա մարդ ես ասում, ինչ է քեզ, ոչ մեկ բոլորը չի կարող բոլորը սիրեն։ Բայց երբեմն ճիշտ բաներ չեն ասել այդ քննադատող մարդիկ։ Եղել է, այո։ Ես ընդունում եմ, հա, ես ընդունում եմ։ Ինչքան է ցավոք լինի, էլի խորհուրդ դեպ բոլորին կարողանաս ընդունես, հայրի մոտ է դժվար առնու։ Ես ճիշտն եմ, բոլորը սխալ են, կամ այդ ճիշտը սխալ բանը, սխալը ճիշտ սարքել, ես չեմ ընդունում այդ բանը։ Պետք է այո ուժ գտնես քո մեջ, եթե անգամ ընդհանրապես դեմքիդ են ասում, թե չէ, դժվար է իդեպ։ Այն ցավոտ բանը ասեն, բայց ոչ թե ճիշտ ազգալխին, այլ ընդունես, եթե ճիշտ է, ասես բայց մարդը ճիշտ է ասում։ Հա, եղել է տենց բան իդեպ։ Փորձել եմ այդ փոխեմ, ինչքան որ հնարավոր է։ Ցենց հասուն մարդուն դժվար է ուժը։ Բայց ինչ որ բաներ կա, եթե կարող ես շտկել դեպի լավը, պետք է կարողանաս դա անես։ Կանք top 10-ով Ռաբիզին ամենասիրված նախագծին։ Շարունակություն ունենալու է այդ նախագիծը։ Սպասում են շատերը, դուք էլ խոստացել եք, որ 26 թվականին շարունակություն կունենա։ Հիմա որ փուլում եք։ Սկզբնական փուլում ենք, նորից խոսում ենք նկարանումից առաջ Վարդան Էդզադոյան եւ Արտուր Ջանբեկը։ Երևի դրա մասին շուտ է խոսալ, բայց քանի որ հարցեցիք, այո, ցանկությունը շատ մեծ է, որ 30 տարի անց մենք անենք, հիմա ասենց այդ փորձնական շրջանում է, այս ամեն ինչը գտնվում։ Ես շատ եմ ուզում, որտեղ հետաքրքիր է, գիտես, այդքան տարիներ է անցել, չէ՞, լիքը բան է փոխվել։ Մենք այն ժամանակ ջահել էինք, լիքը օր-օրի է բան փոխում։ 30 տարում պատկերացնում եք, ինչքան բան է փոխվել, բայց այո, top 10-ը քանի որ ինքը սիրված է եղել, մեծ մասամբ մարդիկ սիրել են, մենք հիմա փորձեր ենք կատարում, անենք դա։ Եթե հաջողվեց, իհարկե շատ լավ կլինի։ Իսկ երբևէ մտածել եք ինչու՞մն էր գաղտնիքը, որ 30 տարի անցել նույն top 10-ի երգերը լսում են, այսինքն կարող է դուք այն ժամանակից առաջ էիք ընկել։ Կարող է։ Ես այդ հարցի պատասխանը նո իմ տարիքի կամ իմ սերունդի, հա, պլյուս մինուս, հա, բայց երբ որ 16-17 տարի ինձ մոտենում են, վայ, ասում ախ ջան, կամ տղա, ես այդ երբ որ մենք top 10 անում ենք, դուք չեք էլ ծնվել։ Ու լսում են, ու եղել է համերներ կամ բան եկել են, երիտասարդ սերունդը, նորից եմ ասում, որ top 10-ը
եղել է շատ ավելի շուտ, այսինքն լոգիկայով իրանք չպետք է լսեն։ Ու լավ կարող է papa մաման լսելա իրանք էլ տենց ձեռ, բայց լսելով չէ, զգում ես որ սիրում են, գիտեն բոլոր երգերը, բառերը, չգիտեմ։ Դա արդեն խոսում է նրա մասին, որ ուրեմն ոչ միայն գիտեն, այլ սիրում են, լսում են։ Այդ իհարկե շատ հաճելի է, շատ հաճելի է։ Երևի այո, այդ իշնորհիվ բոլորիս, էլի խոսում ենք այսօր Հայկոյի, մեր ռոմանսների, Վարդանի Զադոյան, Գարիկի Մարտիրոսյան, Արտուրի Ջանիբեկյան գլխավորությամբ Արտուրի, որ այդ նախագիծը երևի ճիշտ ես ասում, մենք մի քայլ առաջ ենք։ Այ քավերները արվում է եւ արվելու է, մեզ այնց առաջ էր արվում, բայց մենք ինձ թվում է այդ մեծամտություն չունի, երևի ճաշակով էր արվում, սենց հավեսով էր արել, ամեն ինչ հաշվարկել ենք, որ լիներ համով, լավ մակարդակով նաև երաժշտական բոլոր կանոնները։ Գիտեք, որ նա հաճելի, որ եւ այն Հայաթի տղաներ մոտ են ասում Գրիշ ջան, շատ լավ է, ու կարող է կոնսերվատորիայի պրոֆեսոր ասել, դուք ապրեք շատ լավ երաժշտությունը շատ ճիշտ էր արված էր։ Այսինքն այդ ծայրահեղությունը տես չի լինում, որ հա սպեկտրն է չամեցա, բայց մեծ մասամբ սիրում էին ու լավ բաներ էին ասում։ Հաճելի է երկի։ Դուք նաև հարսանիքներ եք վարում, հանդիսություններ։ Ինչ կասեք այդ մասին, սիրով եք ամեն անգամ հարսանիքներ վարելու։ Քեզ ոնց է թվում։ Լսի, էլի գալիս ես այն եզրակացության, որ երկու երնեք միտեղ չի լինում։ Այսինքն դու հիմա դե անկեղծ ենք, չէ՞ խոսում, դու շոուներ վարի, նկարվիս տեղանդեղ սերիալ, չգիտեմ, կինոներում, դու չես աշխատի, չգիտեմ, այդ մի տարի կարած նկարվես, այդ հարսանիքի մի օրվա փողը չաշխատես։ Դա կուզեն ասենք այն չլներ կամ իսկ հարսանիքում, հա, դու վաստակում ես ավելի մեծ գումար, բայց դա հարսանիք է։ Դու տարբեր բաներ ենք խոսում։ Բայց արդեն 10 քանի տարի այդ հարսանիքները կա, ես ուրախ եմ մի բանի համար, որ շատ հավես, այնպես լավ երիտասարդներ ունենք, մեկ-մեկ իմ տարիքի մարդիկ ասում են, չէ, մեր ժամանակ ավելի լավ, ասում եմ դուք պիզա չեք, առաջինը միշտ է լավ ու վատ է եղել ու կլինի, բայց հիմնականում անկեղծ եմ ասում, 13 թե 14 տարի ես առիթն եմ վարում, հանդիպում եմ, կհավատաս 99% շատ լավ երեխեք են, չափած, ձևած, համեստ, նայ, ինչի մասն ես, անկեղծ եմ ասում։ Ես sense եմ ուրախամ, ասես գրկեմ, ասեմ ինչ լավ է, որ sense լավ երեխեք կան։ Այդ 10 քանի տարի ուզում ասեմ, ինչքան հարսանիք եմ ես վարել, ու մեծ մասամբ եղել, այն որ հավեսով ես ավելի վարում, էլի փողը փող, բայց դե հաճելի է, որ մենք ունենք sense սերունդ, ասածս որ շատ լավ սերունդ ունենք, էլի այն վատի կողքին, բայց ես այնպես լավ եմ տրամադրված ու ուրախ եմ, որ մենք ունենք տենց երիտասարդություն, շատ լավ, անկեղծ եմ ասում, շատ հավես է։ Իսկ Հարսի ու Փեսայի մասնակցությամբ կամ ոչ միայն իրենց նաև բարեկամների ինչ որ կուրիոզ դեպքեր կարող եք հիշել, պատմել ամենահետաքրքիր հարսանիքը, որ շատ ուժեղ տպավորվել է ձեր մեջ։ Հիշում եմ անգամ ջղայնացած էի շատ, եկա անգերջ տղաներ ամուսնանում։ Ես էլ նոր էի բաժանվել առաջ։ Ոչ իմ ներվայնացած էի։ Ասի արիս տեղը, դու ախմախ չես ասում, ինչ ես ամուսնանում։ Իր հարսանիքի օրն է։ Հենց հարսանիքի օրը։ Գրիշած է, հա, ներվայ չի կարելի տես բանալ։ Հետո ինքը կհասկանա իհարկե, բայց շատ լավն է։ Այս չմոնտաժ եք, վերջ մեկ է տենամ սենց ասում, ասում սա ու նոր են մարդիկ մտնում դահլիճ, հլը 5-ից կես 6-ն ասենց նոր, ասում նայ ես մեծ մասը բաժանված են, ինչքան վատ բաներ ասեցի, տղան խեղճ սենց ինչ դայում է, ասում նայ սաղ սիրածներ ունեն, ինչ կար սաղ չէ էլի, բայց ասում ահագին տղամարդիկ էլ, կանայք էլ, ասի նայ հեսան այս որ ձեռից բռնած մտնում են արդեն տես տարիքով, շատերը արդեն իրար հետ լավ էլ չեն, առանձին են քնում, ինչ կար, բայց անկեղծ։ Ու սենց ինքը գնաց պրեզիդիումի մոտ ինձ նայելով, սենց։ Ու անդած ես վրես են նայում, սենց նրան։ Ինչի, ասի կարող քո մոտ լավ էլ մի մտա։ Վերջում կարող է լավ լինի։ Կարող է, էլի։ Իսկ լավ եղավ վերջում։ Չգիտեմ։ Չեք հետաքրքրվել։ Չէ, դարքե, չէ։ Հուսամ որ չի բաժան։ Հարսանիքների ժամանակ դուք ինչ եք մաղթում նորապսակներին, ինչ կմաղթեք ինքներդ ձեզ եւ Դե նորապսակներին ինչ պետք։ Դե ասեցինք, խոսեցինք, ծիծաղեցինք այդ հարցի շուրջ, բայց բարձր մաղթում եմ
Լսի, վիճակն հիմա կյանքն է տենց դարել, որ ցավոք սրտի էլի խոսում ենք նկարահանումից առաջ, այդ ինստիտուտը բռակի ինչու չգիտեմ, արժեքներ խախտվել է ամեն ինչ։ Ինձ համար վառ օրինակ է իմ papan ու մաման, որ իրանք ել են շատ օրինակ էլի, շատ լավ ընտանիք։ Տենց ընտանիքներ շատ դժվար կգտնես։ Տենց իրար սիրող լրացնող, ես անկեղծ եմ ասում։ Դժմատերի վրա կարելի է հաշվել այդ տենց սիրող մարդիկ։ Բնականաբար ես իրանց մաղթում եմ այդպիսի սեր, գոնե մոտիկ, որտեղ ինչ էլ ցավոք սրտի ասում եմ, բաժանում են ու տենց ու շատ։ Մեկը մոդելը կյանքի առաջնահերթ դա լավ ընտանիքն է։ Էդ էս ուզում։ Իսկ ինքներդ ձեզ ինչ կմաղթեք։ Ես մաղթում որ ինքս իմ հետ համահունչ լինեմ, երբեմն այդ տարիքով կոնֆլիկտ չի ասի, բայց նման տենց ունեմ, փոքրից եմ ունեցել։ Ուզում եմ այդ ներքին այդ հանգստությունը միշտ լինի, էլի։ Այդա երբեմն ինձ հունից հանում է, այդ էլ որ ինձ իմ հետ լեզու չեմ գտնում, այդա կցանկանա, որ ավելի հանգիստ մեծավարի վերաբերվեի իմ կյանքին։ Շնորհակալություն։ Հետաքրքիր եւ ուրախ զրույցի համար ու անկեղծ, ինչու՞ չէ։ Շնորհակալ ենք շատ։ Վայզա, մերսի, քեզ էլ։ Այսպիսին էր Գրիշա Աղախանյանի պրոֆիլը, իսկ մենք դեռ կհանդիպենք։